Չիպոն դժվարությամբ էր իջնում առաջին հարկ։ Մի աստիճանից մյուսը համարյա ընկնում էր։ Առջևի թաթիկով կառչում էր վերևի աստիճանից, ոտնաթաթով ձգվում էր ներքևի աստիճանը, չէր հասնում, մի քիչ էր հասնում և թրմփ ընկնում էր, բայց այնպես, որ չգլորվի մինչև առաջին հարկ։ Նայողը չէր պատկերացնի, թե ինչ ճիգով է մարմինը կառավարում պատյանի մեջ։ Գայանեն, Ջուզեպպեն զարմանում էին Չիպոյին տեսնելով առաջին հարկի հարթակի վրա։ Դա սկզբում։ Հետո ամեն ինչ սովորական էր թվում։ Նրանք առաջին հարկի դուռը բաց էին թողնում և Չիպոն բակ էր գնում։ Աշնանը անձրևները հաճախացան և Չիպոն փնտրում էր երկար քնելու տեղ։ Բակում թփեր կային, բայց երբ Չիպոն հասնում էր նրանց ու զննում, մեկ էլ ընտանիքի անդամներից մեկը բռնում էր պատյանից ու բարձրացնում երկրորդ հարկ։ Տան մեջ էլ Չիպոն երկար քնելու տեղ էր փնտրում։ Լիլիթը ուսումնասիրել էր կրյաների կյանքի մանրամասները։ Նա հաճախ թերթում էր կենդանիների մասին հանրագիտարանը և գիտեր, որ ցրտերն ընկնելուն պես աշնան վերջերքին Չիպոն և առհասարակ ցամաքային կրյաները երկար քնում են, արջերի պես քնած են անցկացնում ձմեռը։ Չիպոն հրաժարվում էր կերից։ Գայանեն, Ջուզեպպեն, Արեգը մտածում էին, թե հիվանդ է Չիպոն։ Միայն Լիլիթը գիտեր և նրանց բացատրեց։ Չիպոն պատրաստվում է երկարատև քնի, չի ուտում, օրգանիզմը մաքրում է, որ հանգիստ քնի մի ձմեռ։ Արջ է, ինչ է, ասաց Արեգը։ Այդպես է, առանց ավելորդ զգացմունքայնությամբ, ասաց Լիլիթը։ Որտեղ պիտի քնի, հարցրեց Արեգը։ Իր տուփում, պատասխանեց Լիլիթը։ Եվ ողջ ձմեռ չենք սիրելու Չիպոյին, հուզված հարցրեց Արեգը։ Քունը չխանգարելով գուրգուրանքով կարելի է, բայց ավելի լավ է թողնենք քնի, ասաց Լիլիթը։ Գայանեն և Ջուզեպպեն հարցեր չէին տալիս, բայց տխուր էին, որ երկար ժամանակ չեն տեսնի շրջագայող Չիպոյին։ Երբ առավոտյան զարթնեցին, փնտրեցին կոշիկների մեջ, մահճակալի տակ, խոհանոցում և այլուր։ Չգտան Չիպոյին։ Տուփի մեջ է քնել, գոռաց Արեգը։ Ուրեմն երկար է քնելու, արդեն ժամանակն է, հանգիստ ասաց Լիլիթը։ Բարի ձմեռ, Չիպո ջան։ Լիլիթը մեծ գիտնական, Գալիլեո Գալիլեիի պես ճշմարիտ էր։ Չիպոն քնեց երկար քնով, և այդ քունը կարելի է կոչել մի ողջ ձմեռ։ Դա Չիպոյի երրորդ երկար քունն էր, երկու ձմեռ Հայաստանում, մի ձմեռ Գերմանիայում։ Քնելու ընթացքում Չիպոն զգաց որոշ տարբերություն։ Ինչ տարբերություն։ Ռունգերի մեջ տուփի և մանրահատակի հոտ էր։ Հայաստանում քամու, ձյան, աղվեսի և կայծքարի։ Այո, երկար քների միջև կան տարբերություններ։ Դրանք էլ են երկար, թեպետ կայծքարի հոտը կարճ է թվում։ Բայց և այնպես Չիպոն չէր դժգոհում։ Նա անշարժ էր սալաքարի պես։ Իսկ ես հիշեցի մի պատմություն, որի ինչպիսին լինելը վերջում կիմանաք, այսինքն այս միջանկյալ պատմության վերջում։ Երբ պատանի էի, ինչպես ինձ նման շատ տղաներ, սիրում էի կենդանիներին։ Մեր բակում կային թռչուններ, մրջյուններ, մորեխներ, զատիկներ, բզում էին ծիրան հասուկներ, ճախրում էին թիթեռնիկներ։ Հասկացաք, որ մեր տունը այգի ուներ։ Եվ ահա, հենց Չիպոյի հայրենիք հանքավանից մի ոզնի և մի կրիա բերեցի։ Չեմ հիշում ոզնին ինչ եղավ, գուցե ոզնի չէի բերել, բայց կրիան… Նրան անուն չէի դրել։ Նա շրջում էր բակով մեկ։ Բոլոր թփերի տակ թաքնվում էր, ջուր էր խմում ափսեից, և այդ պահերին նրա վիզը երկարում ու ռետինի պես ձգվում էր։ Մեր ընտանիքի բոլոր անդամները խաղում էին անանուն կրիայի հետ։ Երևանի Սարի թաղ արվարձանում դա առաջին կրիան էր։ Մի օր ուշ աշնանը տեսանք, որ նա անշարժացել է Վարդենու տակ։ Մեզ թվաց՝ սատկել է։
Պատկերացրեք իմ վիճակը։ Ես իհարկե լաց չեղա, բայց լացից վերան էր իմ դեմքի ու աչքերի արտահայտությունը։ Իմ մտքով անցավ. պիտի մարդու պես թաղեմ։ Հայերը թաղման մեջ շատ լուրջ իմաստ են դնում, ավելի խորը, քան ապրելու։ Կրիաս պակաս չէր որևէ մեկից։ Այգու վերջում հողը ձեռքերով փորեցի ու այն էր մտքիս, թե մարմինը հող դառնա, պատյանը մնա որպես հիշատակ, գարնանը կհանեմ։ Ու թաղեցի կրիայիս։ Մարտ ամսին, երբ հողը փափկել էր ձնհալից, ես ձեռքերով բացեցի հողը։ Պատյանը փխլել էր, խրխիրացել։ Կրիաս ամբողջովին մերվել էր հողին, իսկապես լացս եկավ ու չլացեցի, ամաչեցի ինքս ինձանից։ Տարիներ հետո, երբ իմացա կրիաների երկար քնելու մասին, մեջս մի գայլ ոռնաց։ Ուրեմն ողջ թաղել եմ կրիայիս։ Էս ինչ բութ և զզվելի մարդ եմ, ախր ինչու չհարցրեցի, չկարդացի որևէ հանրագիտարան։ Մինչև հիմա չեմ ներում ինձ։ Ինձ երևի այն անանուն կրյան ստիպեց գրել Չիպոյի մասին։ Գուցե նրանք հարազատ են, նույն հանքավանից, նույն հովտից, մարմարիկ գետի մոտից, նույն գույնի ու լռության։ Թող ներեն ինձ կրյաները, ես ինձ չեմ ների։ Իսկ գուցե քնած չի եղել, այսինքն ողջ չի եղել, ոչ ոք չի կարող սա պարզել, անգամ Գալիլեի պես մեծ գիտնականը, եթե հարություն առներ։ Օր չի եղել, որ Արեգը չնայեր Չիպոյին, քնած Չիպոյին, նրա պատյանն էր երևում, գլուխն ու վերջույթները կծկված էին պատյանի մեջ։ Արեգը թույլ շոյում էր, պատահել էր, որ համբուրել է պատյանը, սրտի զարկին, բայց չի որսացել ոչ մի ձայն։ Նա վախենում էր, թե ձմռանը Չիպոն կմրսի, սակայն Գերմանիայում ամեն ինչ այնքան է կարգավորված, որ տան մեջ ձմեռը նման է ամռանը, իսկ եթե ուզեն, սենյակներում ամառն էլ կվերածվի պաղ ձմռան։ Այո, գերմանական կարգ ու կանոնը կարող է շատերին ձանձրացնել, նրանց, ովքեր փնթի են ու փնթիության կարոտ ունեն։ Արեգը գնահատում էր գերմանական դասական երաժշտության ոգին և ջեռուցման համակարգի անխափան աշխատանքը։ Նրան թվում էր, որ մեկը մյուսով է պայմանավորված։ Ընդհանրապես, Արեգը համակարգված մտածողության կրող էր և փոքրից մեծ էր ճանաչում, մեծի մեջ էլ նշմարում էր փոքրը, ինչպես ասում են, կաթիլից ճանաչում էր ծովը։ Մի քանի տարում այնպես էր սովորել գերմաներեն, որ դասարանցի գերմանացի աշակերտները նրանից էին շատ բան հարցնում։ Նրա հայրը Հայաստանում ճանաչված խմբավար էր և հեռվից հեռու վստահ էր, որ տղան Բախի ու Բեթհովենի հայրենիքում գետնով չի տա գյումրեցի տոհմական երաժիշտ ցեղի պատիվը։ Նաև համոզված էր, որ նա գերմանացիների նման կհարգի օրենքը, մի բան, որ Հայաստանում այնքան էլ հղկված չէ, ինչպես Հոխհեյմի սալահատակը։ Իսկ գերմանական փայտաշեն տները լավագույնս են արտահայտում Բախի երաժշտության երգեհոնի և կլավեսինի էությունը։ Նա կարծես նվագել է իր հայրենիքի տների վրա։ Արեգն ամեն օր, ինչպես ասվեց, զննում էր Չիպոյին։ Եվ փետրվարի վերջին Չիպոն շարժվեց։ Դանդաղ, բայց հետևողական։ Դա արթնություն էր նշանակում, և Արեգը ճչաց. «Մամ, Չիպոն զարթնեց»։ Լիլիթը արագորեն եկավ ու ալրոտ ձեռքերով բռնեց Չիպոյի պատյանից, նայեց նրա աչքերին ու ասաց. «Կեցցես, Չիպո, Լիլիթը հիմա քեզ համար բանանի կեղև կբերի»։ Արեգը անմիջապես զանգեց Աննային։ Նա հեռախոսի մյուս կողմում վեր թռավ ու պարզ է, սիրում է Արեգի ջութակի նվագը։ Երեկոյան Գայանեն Չիպոյին ցույց տվեց իր նոր գնած, այսինքն ձմռանը,
առարկաները եւ ասաց. Չիպո, քեզ համար փնտրում եմ մի մեծ քո չափ ցինկե կրիա։ Դա այնքան ոգևորեց Չիպոին, որ գլուխը դուրս հանեց պատյանից ու հպվեց Գայանեի ծխախոտահոտ ձեռքին։ Նա չէր ծխում, չէր ընդունում ծխող կնոջ էությունը։ Չիպոն էլ չէր ընդունում, երբ կնոջից ծուխ է բարձրանում։ Կինը խարույկ չէ, մտածում էր Չիպոն։ Ջուզեպեն եւ իտալերեն, եւ գերմաներեն, եւ հայերեն փառաբանեց Չիպոին ու գնաց համակարգչի հետ ֆուտբոլ խաղալու։ Չիպոն նկատեց, որ բոլորը ավելի են նմանվել կրիայի։ Գուցե ես էլ մարդու եմ նմանվել, մտածեց Չիպոն։ Հայելին բարձր էր եւ ինքը չկարողացավ իրեն նայել։ Ոչինչ, առիթ կլինի, իրեն հուսապնդեց Չիպոն։ Արեգը պառկեց Չիպոյին իր ծոցն առած։ Նա անվերջ պատմում էր, թե ինչեր են եղել, երբ Չիպոն երկար քնել էր։ Առաջինը, որ ասաց, Աննայի մասին էր։ Ինձ սիրում է Չիպո։ Հայերեն բառեր է ինձանից հարցնում եւ ամենաառաջին բառը սերը։ Ասաց, որ լավ բառ է, կարճ եւ բովանդակալից։ Իմացած եղիր, որ Օփել գործարանը հետաձգել է Ջուզեպեի հետ պայմանագիրը, իսկ Լիլիթի նվագախումբը հռչակվել է Վիզբադենում եւ հարակից քաղաքներում։ Գայանեի հավաքածուն տեսար։ Արշակը պիտի ամուսնանա ֆրանսուհի հայ աղջկա հետ, որի հայրը իսպանացի է։ Հորեղբորս տղան Մերսեդես է առել Երևանում։ Ես էլ եմ առնելու, որ մրցանակ ստանամ։ Բոլոր թվանշաններս բարձր են։ Բավարիան հաղթեց Վերդերին։ Գիտես, ես Բավարիայի երկրպագու եմ։ Հայաստանի ալիքը բռնում ենք։ Մեր հավաքականը ափսոս պարտվեց Իսպանիայի թիմին։ Ռաուլը գոլ խփեց, լավ գոլ էր։ Բեքհեմը գնացել է Ռեալ։ Պատկերացնում ես, Զիդան, Ռաուլ, Ռոնալդո, Բեքհեմ։ Տատս, հորս մայրը, ասեղնագործ Արարատ Սարի պատկերն է ուղարկել։ Չգիտի, որ մենք ամեն օր Հայաստանի ալիքը բռնում ենք։ Չիպո, գիտես, որ ես մեծացել եմ, տղամարդ եմ դարձել։ Համ էլ բասկետբոլ եմ պարապում, բո եմ քաշելու։ Գերմանացիների մեջ ամոթով չմնամ, նրանք հաղթանդամ են։ Աննայի հայրը 1 մետր 90 սանտիմետր հասակ ունի։ Լիլիթը խոհանոցից բարձրաձայնեց. Քնիր, արեք, Չիպոյի ականջը տարար, վաղը դասի ես։ Չիպո, ճիշտ որ քո առաջին օրն է, բայց այնքան ես քնել, որ երևի ուզում ես խոսք լսել։ Վաղը, բղավեց Լիլիթը։ Արեգը Չիպոյին դրեց հատակին ու ինքն էլ տեսավ Աննայի պատկերը։ Դա արդեն երազում։ Գունավոր երազ էր, բայց շատ կարճ, ոնց որ հեռուստացույցի ալիքը փոխես։ Արեգը քնեց։ Չիպոն գնաց խոհանոցի կողմ, որտեղից ժպտուն իրեն էր նայում Լիլիթը։ Ինչքան շատ բան է փոխվել, մտածում էր Չիպոն։ Այն երկու երկարատև քներից հետո, երբ զարթնեց, նույն թփուտն էր, նույն գետնահովիտն ու անտառը։ Իսկ հիմա Աննան սիրահարվել է Արեգին։ Արեգը տղամարդ է դարձել։ Տղաբառը երկարել ու դարձել է տղամարդ։ Այսինքն Արեգն էլ է ձգվել, երևում է փոխվել է։ Բավարիա կոչված թիմը հաղթել է, ինչ որ Բեքհեմ տեղափոխվել է չգիտես ուր։ Գայանեն հարստացրել է հավաքածուն, եւ լավ է, որ Ջուզեպեի պայմանագիրն են երկարացրել Հռենոս գետի երկայնքով։ Երևի տեսել են, նմանվել է կրիայի ու հարգել են։ Բայց ամենակարևորը Լիլիթի նվագախումբը հռչակվել է Վիզբադենում եւ պարանի պես փաթաթվել է հարակից քաղաքների շուրջ։ Չիպոն սա առանձնացրեց, քանզի եւ Լիլիթին էր շատ սիրում եւ եղել էր Վիզբադեն հրաշք քաղաքում։ Իսկ դու քնած էիր եւ ոչինչ էլ չի փոխվել քո կյանքում, ինքն իրեն շշնջաց Չիպոն։ Բոլորը երկարել են, իսկ դու նախկին գունդուկը ծիկն ես,
Բայց Լիլիթը խոհանոցից շշնջալու պես ասաց. Չիպո, արագացրել ես քայլքդ, առաջ այդքան տեղը կես ժամում կանցնեիր, իսկ հիմա 20 րոպեում անցար, հրթիռ ես դարձել, քունը բարերար է ազդել վրատ։ Չիպոն հաճելիորեն զարմացավ, որ քնի ժամանակ աճել է, մեծացել, գուցե տղամարդ է դարձել, ինչպես Արեգը։ Չէ, հրաշք է աշխարհը, հատկապես երկար քնից հետո, նոր գույներ ու ձայներ ես լսում, նորից ես հայտնագործում եղածը, որ այլևս նախկինը չէ, հոսում է աշխարհը, և դու էլ մեջը։ Նորից մտածեց Չիպոն և հասավ խոհանոց, ուր իրեն էր սպասում ջրով լի ափսեն։ Ահա և ջուրը, գինուց բուժիչ է, և նույնն է մնացել։ Ջուրն էլ է փոխվում, պարզապես դեռ ես չեմ հասկանում, մտածեց Չիպոն։ Լիլիթը ափերի մեջ առավ Չիպոյին և համբուրեց պատյանը։ Չիպոն մտածեց. Լիլիթն էլ նույնն է մնում, նույն սիրելի մայրիկն ու դուստրը, կինն ու խոհարարը, ջութակահարն ու դասատուն, կրիասերն ու կրիային նմանվողը։ Հրաշք է աշխարհը, եզրափակեց Չիպոն։ Արթնության առաջին օրը Չիպոյին բազում անակնկալներ մատուցեց, և նա չափազանց գոհ էր, որ ինքն էլ է անակնկալ նվիրել Լիլիթին, կես ժամվա ճամփան անցնելով 20 րոպեում։ Ինքն իր աչքին հրթիռ թվաց, բա։ Այսօր էլ այսքանը, իսկ շարունակությունը լսեք հաջորդ անգամ, բայց մի մոռացեք բաժանորդագրվել Արի լսի յութուբյան ալիքին, կհանդիպենք։